Այսինքն մեր կողմից Մարգարայի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետների հետ կապված թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածություն 2000, չէ, պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար համաբացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը գա։ Լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք վերաբերվում կամ ինչպես եք գնահատում այն Լավ, ասես։ Հա, եկեք։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբում խորհրդանշական քայլեր լինի, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել։ Սիրելի գործընկերներ, ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ Որպես տնական քայլերի մեջ մտնում եք գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով։ Եթե մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համասահմանաբացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ իրականացվի։ Ես նկատի ունեի բանակցային այս թեմայով ես ըստ ումա բավարար պատասխանեցի։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք մինչև այդ, որ սահմանը որորը բացի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքականի հետ շարունակում են նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց է, ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմն էլ սկսի տեղից շարժել են process-ը, որ արդեն 3 տարի։ Չգիտեմ, չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Պարոն Ռուբինյան, շարունակում են Թրիփը Զանգեզուրի միջանցք անվանել, պարոն Ռուբինյան։ Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի հետ գործընթացների հետ կապված գիտեք, որ մեզ պետք է մենք հետաքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կանոն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա, իսկ մեր այսինքն ծրագրերի հետ կապված որևէ դեպքում որևէ սպառնալիք չի լինի։
Բանուտինի ուղու հետ կապված, քանի որ շատ է խոսում երրորդ երկրների հետաքրքրվածության, հա, մասին, որ ասում են տարբեր երկրներից ազդակներ կան, այս պահին նկատում եք օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան ինչ մակարդակով են հետաքրքրվածություն ձեռք բերում։ Հետաքրքրվածությունը ինչ իմաստով։ Դե որպես մասնակից, որպես Եթե նկատի ունեք բիզնես պրոյեկտի մասնակից, նման քննարկում չկա, որովհետև տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIP ընկերությունը եւ հիշեցնեմ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկա եւ այլ ինչ որ երկրյան եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակ ենք մասնակցում բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։